Բարի օր, այսօր կխոսենք երիկամային հիվանդությունների մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Արաբկիր բժշկական համալիրի երիկամաբան Նանե Ալեքսանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժշկուհի, թերևս մեր զրույցը սկսենք երիկամային հիվանդություններից։ Գաղտնիք չէ, որ մարդիկ ունենալով այդ հիվանդությունը երկար տարիներ չեն հասկանում, որ այն առկա է։ Երիկամային ինչ հիվանդություններ կան եւ ինչպես կարելի է հասկանալ, որ կա խնդիր։ Երիկամային հիվանդությունները շատ բազմազան են, ու որպեսզի հասկանանք կան երիկամային խնդիրներ թե ոչ, անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ։ Երիկամները համարվում են լուռ օրգաններ, դրա համար կան ախտանշաններ, որոնք բնորոշ են եւ երիկամներին, բայց այդ ախտանշանները սպეციფიկ չեն, որոնցից են ոտքերի, դեմքի շրջանի այտուցը, հեմատուրիան, այսպես ասած, արյունամիզությունը, փրփրոտ մեզի առկայությունը եւ այլ այնպիսի հիվանդությունների դեպքում, որոնցից են օրինակ գլոմերուլոնեֆրիտները, պիելոնեֆրիտը, դրանց դեպքում կարող է նաև լինել ջերմություն, միզակարային հիվանդությունների դեպքում կոթկային շրջանի ցավ։ Իդեպ նշեմ, որ երիկամները ասելով լուռ օրգաններ, նրանք չեն ցավում հիմնականում, եւ եթե նրանք ցավում են, ապա դա խոսում է սուր պրոցեսի մասին, որոնցից են սուր երիկամային անբավարարությունը, երբ որ երիկամները այտուցվում են չափերով ու պատիճը ձգվում է ու դրանից ցավ է առաջանում, կամ օրինակ պիելոնեֆրիտի ժամանակ, այսինքն դա երիկամի ինֆեկցիոն բորբոքման ժամանակ, այդ դեպքում հիմնական կարող է լինել միակողմանի ցավ եւ միզակարային հիվանդությունների դեպքում, երբ քարի տեղաշարժի դեպքում առաջանում է ցավ։ Մնացած հիվանդությունների դեպքում ցավոք սրտի երիկամները չեն ցավում եւ այդ ցավը կապված չէ լինում շատ ժամանակ երիկամների հետ։ Երբեմն որ մարդիկ ունենում են մեջքի ցավ, դա կապում է նյարդերի կամ մրսածության հետ, բայց արի ուտես, որ կարող է երիկամային քարերի հետ կապ ունենալ, չէ՞։ Այո, երիկամային քարերի եւ այլ սուր պաթոլոգիաների հետ կարող է կապված լինել։ Ամենատարածված երիկամային հիվանդությունները որոնք են։ Ամենատարածվածը, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, դա համակարգային հիվանդությունների հետ կապված, այսինքն զարկերակային հիպերտենզիայի եւ շաքարային դիաբետի հետ կապված հիվանդություններն են, երբ որ զարկերական հիպերտենզիան ազդում է ոչ միայն սիրտ-անոթային համակարգի վրա, այլ նաև մնացած բոլոր օրգան համակարգերի վրա, այդ թվում երիկամների վրա։ Առաջանում է հիպերտոնիկ նեֆրոպաթիա, զարկերական հիպերտենզիայի պատճառով, իսկ շաքարային դիաբետի ազդեցությամբ երիկամները, որոնք եւս համարվում են լավ անոթավորված օրգաններ, շաքարային դիաբետը ազդում է ամբողջ անոթային համակարգի վրա եւ առաջանում է դիաբետիկ նեֆրոպաթիա հիվանդությունը։ Այսինքն մարդիկ, ովքեր ունեն զարկերակային գեշ ճնշում կամ շաքարային դիաբետ, եթե դեղորայք չօգտագործեն, երիկամների խնդիր է առաջանալու։ Շատ հնարավոր է, այո։ Բայց եթե օգտագործում են, դա չի վնասում երիկամներին։ Կախված նրանից, թե ինչպես է բուժման տակտիկան վարվում, ինչպես է հիվանդությունը իր ընթացքը գնում։ Կան պացիենտներ, ովքեր ունեն շաքարային դիաբետ եւ հսկվում է շաքարային դիաբետը նորմալ թվերի վրա եւ այդ անոթների ախտահարումը չի լինում եւ հետևաբար երիկամային հիվանդությունն էլ չի լինում։ Իսկ եթե դա հսկողությունից դուրս է լինում հիվանդությունը, ապա շատ հնարավոր է, որ առաջանա այո երիկամային բարդությունը, շաքարային դիաբետի։ Երիկամային հիվանդություններից է երիկամի պոլիկիստոզը։ Դա ժառանգական հիվանդություն է, թե ձեռքբերովի։ Դա համարվում է ժառանգական հիվանդություն, կոչվում է երիկամների աուտոսոմ դոմինանտ պոլիկիստոզ հիվանդություն, այսինքն ինքը դոմինանտ կերպով է ժառանգվում։ Ախտանշանները հիմնականում ի հայտ են գալիս 30 տարեկանից հետո։ Սկսում են 1-2 կիստաներ առաջանալ եւ ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում այդ կիստաները սկսում են շատանալ երիկամներում եւ դրանք ոչ միայն երիկամներում կարող են լինել, այլ նաեւ այլ օրգաններում եւս, մասնավորապես լյարդում եւ պոլիկիստոզի բնորոշ նաեւ բարդություն կարող է լինել անևրիզմաները, անոթների, որոնք շատ վտանգավոր են համարվում, հատկապես եթե անևրիզման լինի ուղեղային անոթներում։ Ժառանգական համարվում է նաեւ երիկամային քարերի հիվանդությունը։ Դա ժառանգական ասել սխալ է, որովհետև երիկամային քարերը իրանք տարբեր տեսակի են լինում նախ, դրանք լինում են կալցիումական, կալցիում ֆոսֆատային, կալցիումի օքսալատ, լինում են միզաթթվային, ստրովիտային կամ ինֆեկցիոն քարեր եւ ցիստինային, որոնք ու տարբեր ավելի հազվադեպ հանդիպող իհարկե, դրանք ուղղակի ժառանգման ձևով չեն առաջանում, իրանք ունեն ռիսկի ֆակտորներ, որոնց դեպքում կարող են առաջանալ, բայց որպես այդպիսին չեն համարվում ժառանգական։
Ռիսկային է սխալ սննդակարգը երևի։ Սխալ սննդակարգը, այո, կարող է առաջացնել տարբեր տեսակի քարեր, կախված նրանից թե ինչն է ռացիոնում ավելի շատ։ Օրինակ կարող եմ նշել, որ մարդիկ շատ են սիրում սպորտով զբաղվել եւ մի կողմից մտածում ես, որ այո, սպորտը դա կյանքի կարևոր մի հատված է, որ պետք է տրամադրել, բայց երբ որ շատ սպիտակուցային սնունդ են օգտագործում նաեւ, դա կարող է առաջացնել օրինակ միզաթթվային քարեր կամ վիտամին D-ի չափից ավելի շատ օգտագործումը։ Ճիշտ է, մենք աշխատանքի բերումով շատ քիչ արև ենք տեսնում, առավոտինից 6 աշխատանքի եւ դրանից հետո արև չենք տեսնում, բայց եթե վիտամին D-ն ավելի շատ ենք օգտագործում, դա կալցիումը արյան հունում ավելի շատացնում է ու դա ինքնաբերաբար կարող է առաջացնել կալցիումական քարեր կամ քիչ հեղուկների օգտագործումը։ Դրանպես երիկամները սիրում են շատ հեղուկ օգտագործել իրենց համար ամենակարևոր, այսպես ասած, բաղադրիչ, որ անհրաժեշտ է երիկամներին, դա նորմալ պերֆուզիան է երիկամների, այսինքն հեղուկների նորմալ օգտագործումը։ Եթե հեղուկները քիչ են օգտագործում, աղն են շատ օգտագործում, դա եւս բերում է կալցիումական աղերի առաջացման ռիսկի։ Երիկամային քարերը հանգեցնում են երիկամի անբավարարության։ Երիկամային քարերից կարող եմ նշել, որ ստրովիտային քարերը, ինֆեկցիոն քարերը, դրանք կարող են, որտեղ չափերով մեծ են լինում, կարող են առաջացնել, բայց հիմնականում միգուցե կառաջացնեն, բայց շատ առաջնային չեն համարվում երիկամային անբավարարության առաջացման համար։ Մարդը սկզբնական շրջանում ինչ անալիզներ կարող է հանձնել, ինչպես կարող է հետազոտվել, որ հասկանա նախ ինքը ունի խնդիր թե ոչ, նոր հասկանանք ինչպես է բուժվում։ Ընդհանրապես այսպես է, եթե մարդը առողջ է լինում, երբևիցե չի դիմում բժշկի, եթե լավ է, եթե ունենում են այնպիսի ախտանիշներ, որոնք քիչ թե շատ նման են երիկամային հիվանդություններին, ասեմ, որ կարող է լինել այնպիսի ախտանշաններ, որոնք երկար ժամանակ մարդը դա չընկալի որպես երիկամային պաթոլոգիա, օրինակ ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն, դրանք ոչ սպეციფიկ ախտանշաններ, որոնք կարող են խոսել երիկամային անբավարարության մասին։ Ու ցավոք սրտի լինի այնպես, որ արդեն հայտնաբերվի, որ պացիենտը ունի տերմինալ երիկամային անբավարարություն։ Դրա համար նախ եթե ունի որոշակի ախտանշաններ, ոտքերի այտուց, հեմատուրիա կամ ընդհանուր ախտանշաններ, ուղղակի արյան հետազոտությամբ, բիոքիմիական եւ արյան ընդհանուր քննություն, մեզի ընդհանուր քննություն եւ երիկամների սոնոգրաֆիան, դրանք ընդհանուր գաղափար են տալիս, ունենք մենք երիկամային պաթոլոգիա թե ոչ։ Այնտեղ ալբումին, կրեատինին, հա, երևի նաեւ։ Կրեատինը դա երիկամի գծիկային ֆիլտրացիան հստուկ, այսինքն ինչքանով են երիկամները ֆիլտրում այն վնասակար նյութերը, որը անհրաժեշտ չէ օրգանիզմին, դա այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս արդյոք երիկամները նորմալ ֆիլտրացիա կատարում են թե ոչ։ Երբեմն ասում են, որ մարդիկ, ովքեր ոտքերը նստած ժամանակ շատ են շարժում, դա եւս երիկամի խնդրի հետ է կապված, նման բան կա։ Անհանգիստ ոտքերի համախտանիշ է դա կոչվում, դա կապել միայն երիկամների հետ սխալ կլինի, բայց եթե ունի երիկամային անբավարարություն, ապա դա իր բարդություններից մեկն է։ Երևանյան հիվանդությունը եւս հանգեցնում է երիկամային խնդիրների։ Այո, ցավոք սրտի առաջացնում է երևանյան հիվանդություն կամ համարվում է պարբերական հիվանդություն, որը ցավոք սրտի Հայաստանում շատ է մուտացիան եւ ինչպես գիտենք, այդ միջերկրածովյան շրջանում ապրող ազգերի մոտ է ավելի տարածված, հայերի, հրեաների, պարսիկների ու դրա բարդությունը պարբերական հիվանդության, եթե պացիենտը չի օգտագործում գողոխիցին, որը պարբերական հիվանդության հիմնական բուժիչ դեղն է, ապա առաջանում է ամիլոիդոզ կոչվածը, երբ որ այդ պարբերաբար առաջացող բորբոքման շնորհիվ առաջանում են բորբոքային սպիտակուց, որը նստում է տարբեր օրգան համակարգերում, այդ թվում եւ երիկամներում, ու առաջանում է երիկամային անբավարարություն ամիլոիդոզից հետո։
նեֆրոտիկ սինդրոմ ու երիկամային անբավարարություն։ Շատ են մարդիկ, ովքեր արդեն ունեն անբավարարություն երիկամի, թե կարողանում եք շուտ բացահայտել դեպքերը։ Այսպես կարող եմ ասել, երիկամային անբավարարության տերմինալ փուլում գտնվող պացիենտները Հայաստանում շատ են, 1000 հոգի ստանում է հեմոդիալիզ։ Այսինքն, երբ որ արդեն երիկամային անբավարարություն հասել է իր վերջնակետին, երիկամը իր ֆունկցիան ծախսել է, ել չի կարողանում նորմալ ֆիլտրել արյունը ու մնացած իր ֆունկցիաները կատարել, որովհետև միայն ֆիլտրելը չի երիկամի ֆունկցիան։ 1000 հոգի, ովքեր ունեն տերմինալ երիկամային անբավարարություն, իսկ տարբեր փուլերում գտնվող երիկամային, այսինքն մնացած պացիենտները, ովքեր ունեն երիկամային անբավարարություն, բայց առաջին փուլում, երկրորդ, երրորդ, նրանց թիվը չեմ կարող ստատիստիկ ասել, բայց կարելի է ենթադրել, որ շատ են, որովհետև թե շաքարային դիաբետը, թե զարկերակային հիպերտենզիան տարածված հիվանդություններ են Հայաստանում եւս եւ այդ թվում երիկամային անբավարարությունը եւս ավելի շատ է։ Հեմոդիալիզը միշտ կատարվում է, թե մարդը կարող է մեկ անգամ, գալ եւ երիկամի աշխատանքը վերականգնվի։ Ուրեմն հեմոդիալիզը ինքը երիկամ փոխարինող թերապիաներից մեկն է։ Կուզենայի նշել, որ երիկամ փոխարինող թերապիան բաժանում է մի քանի խմբի։ Դա հեմոդիալիզն է, երիկամի փոխպատվաստումն է եւ պերիտոնեալ դիալիզն է։ Իդեպ նշեմ, որ արաբկիր բժշկական համալիրում կատարվում է այս բուժման բոլոր երիկամի հեմոդիալիզը, երիկամի փոխպատվաստումը, իսկ երեխաների պարագայում մինչև 5 տարեկան նաև կատարվում է սուրպերիտոնեալ դիալիզը։ Եվ որպեսզի հասկանանք, թե արդյոք անհրաժեշտ է մի անգամ, թե մի քանի անգամ կամ ամբողջ կյանքի համար պետք է հասկանալ պացիենտը ունի սուր երիկամային անբավարարություն, թե քրոնիկ երիկամային անբավարարություն։ Եթե սուր է ու այնպիսին են ցուցանիշները, որ անհրաժեշտ է երիկամին օգնել ու որպեսզի աշխատի, դա կարող է մի քանի սեանս կատարվի ու երիկամը համապատասխան նաև բացի հեմոդիալիզից այլ բուժում կատարելով ստանա դուրս գա։ Այսինքն այդ սուր վիճակից մենք բուժենք ու նորից անցնի նորմալ առողջ ապրելակերպի պացիենտը։ Իսկ եթե մենք ունենք քրոնիկ երիկամային անբավարարություն, որը համարվում է 3 ամսից ավել երիկամի ֆունկցիայի տուժում, ի տարբերություն սուրի, որը մինչև 3 ամիսն է, ապա ցավոք սրտի պետք է լինելու արդեն ծրագրային հեմոդիալիզ։ Պացիենտը ստանում է շաբաթական 3 անգամ, 3-ից 4 ժամ ըստ իր ինդիվիդուալ ցուցանիշների։ Իսկ եթե խոսում ենք քրոնիկ երիկամային անբավարարության մասին, ապա այստեղ այդ տարբերակներից, որ նշեցի հեմոդիալիզ, պերիտոնեալ դիալիզ եւ երիկամի փոխպատվաստում, իդեալականը դա երիկամի փոխպատվաստումն է, որը ապահովում է եւ կյանքի որակը, եւ պացիենտը արդեն սոցիումում է ընդգրկված լինում, որտեղ եթե համեմատենք հեմոդիալիզի հետ, ինքը շաբաթը 3 անգամ, 3 ժամ հիվանդանոցում դա թե եւ հեմոդիալիզը ինքը մենակ ֆիլտրացիան է փոխարինում, իսկ երբ որ փոխպատվաստում է կատարվում, ապա ամբողջ ֆունկցիաները, որ երիկամը ունի, դա միայն ֆիլտրացիան չէ, դա վիտամին D-ի ակտիվացումն է, դա գլյուկոնեոգենեզն, այսինքն գլյուկոզի մակարդակը, եւ դա հեմոգլոբինի մակարդակի բարձրացումն է, այլ ֆունկցիաներ եւս ունի, թթվահիմնային հավասարակշռությունը, դրանց այդ ֆունկցիաները փոխպատվաստված երիկամը կատարում է ամբողջությամբ։ Դիալիզի դեպքում մարդկանց մոտ տպավորություն է, որ արյունը, այսպես ասած, քաշում է, նորից մաքրած հետ են ուղարկում օրգանիզմը, այդպես է։ Ուրեմն ունենք սարք, պացիենտը կամ կենտրոնական կաթետրի կամ ֆիստուլայի միջոցով երակո մինչև ծրագրային հեմոդիալիզ անցնելը մինի վիրահատություն է կատարվում, որպեսզի երակը հաստանա պատերով, որպեսզի այդ արագությանը դիմանա, որովհետև մինչև 300-400 մլ րոպե արագությամբ արյունը պտտվում է։ Արյունը անցնում է ֆիլտրով, դա հենց մեր երիկամի այդ կարևոր ֆիլտրացիոն ֆունկցիան է, որը կատարում է այս դեպքում հեմոդիալիզը, ու մաքրված տարբերակով նաև ոչ միայն
այդ տոքսինները, որը անհրաժեշտ չէ օրգանիզմին, դրանք են հեռանում, այլ նաև էլեկտրոլիտները, որը անհրաժեշտ են, թթվահիմնային հավասարակշռությունը, դրանք կարգավորվում է ու արդեն կարգավորված ձևով վարյունը հետ է գալիս պացիենտին։ Փոխպատվաստում կատարելու համար պետք է դոնոր։ Դոնոր գտնելը հեշտ է։ Դա արդեն մի այլ հարց է, որը էլի շատ կարևոր է։ Դոնոր ես կարող եմ ասել Հայաստանի համար, ինչպես է, օրենքը կա, որ եւ դիակային եւ կենդանի դոնորություն կարող է լինել, բայց ծրագիրը դիակայինի համար դեռ չի գործում, իսկ ազգակցական կամ կենդանի դոնորությունը դա արվում է Արաբկիր բժշկական համալիրում, դեռևս սկսվել է 1991 թվականից ու մինչև այսօր արդեն կատարվել է մոտ ընդհանուր դիակային փոխպատվաստումը կատարվել է 91 թվականից մոտ 20 պացիենտ դիակային փոխպատվաստում է անցել այդ շրջանում, բայց հետո 2002 թվականից ակտիվորեն կատարվում է կենդանի երիկամի փոխպատվաստումը։ Մոտ 300 հոգի արդեն ընդհանուր հաշվով մինչև հիմա փոխպատվաստվել են Հայաստանում։ Իսկ գտնելու հարցը դա այսպես է, կամ հարազատը, կամ այն մարդով անժախնդրորեն ցանկանում է տալ երիկամ իր հարազատին, այդ ձևով է կատարվում։ Բայց լինում է, որ օրգանիզմը չընդունի։ Դա համարվում է արտավանում, այսինքն երիկամի արտավանում այդ նոր երիկամի հանդեպ լինում են դեպքեր, երբ որ տարբեր տեսակի արտավանման տեսակներ են լինում, որը հետազոտությունների արդյունքում օրինակ չես կարող հայտնաբերել, որ կլինի, եթե հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում է, որ հնարավոր է արտավանում լինել, փորձում ենք այնպես անել, որ դեղերով կամ այն պլազմաֆերեզով, օրինակ, որը եւս կատարվում է Արաբկիր բժշկական համալիրում, ըստ կախված արտավանման տեսակից դա կանխարգել է։ Ընդհանուր առմամբ ասեմ, որ արտավանումը կարող է լինել, ասենք, եթե արյան խմբերը չհամապատասխանեն իրար, որը եվրոպական երկրներում եւս արվում է, այսինքն կոչվում է ոչ համապատասխան արյան խմբով փոխպատվաստում։ Ուղղակի դրանց համար այդ իմունոսուպրեսիվ դեղեր ավելի ծանր, ավելի ուժեղ են լինում, որպեսզի այդ արտավանումը փորձեն կանխարգելել։ Լավ, հիմա որպեսզի մարդիկ չհասնեն դիալիզի կամ երիկամի փոխպատվաստման, ինչ չպետք է անեն։ Կամ ինչ պետք է անեն, որ չհասնեն դրան։ Ինչ պետք է անեն, հեղուկների օգտագործումը շատ խրախուսվում է, հատկապես ամռան շրջանում, երբ որ աղիքային ինֆեկցիաներն են շատ լինում, աշխատել է թարմ սնունդ օգտագործել, որպեսզի լուծ չլինի, ջրազրկում չլինի։ Եվ ինչ չպետք է անել, շատ լավ հարց էր։ Հայաստանում շատ է նկատվում, որ տարբեր ցավերի դեպքում օգտագործում են ցավազրկողներ, գլխացավ, ոտքի ցավ, ամեն ինչի համար օգտագործում են։ Դա երիկամների համար մեկ թշնամիներից է։ Ցավազրկողների քիչ օգտագործումը կամ հակաբիոտիկների, որոնք անհրաժեշտ չեն, կան հակաբիոտիկների խմբեր, որոնք հենց նեֆրոտոքսիկ են համարվում։ Այն դեղորայքները, որոնք կարող ես չօգտագործել, օրինակ շատ ուժեղ ցավ չի, կամ որ տրամադրություն չբարձրան դրա համար, ցանկալի է չօգտագործել։ Դա ոչ միայն երիկամների, այլ նաև մնացած աղստամուխային տրակտի վրա, այլ օրգան համակարգերի վրա բացասաբար է ազդում։ Չծխելը, ալկոհոլ շատ օգտագործելը, դրանք ոչ միայն երիկամների, այլ նաև ամբողջ օրգանիզմի համար վնասակար սովորություններ են։ Խորհուրդ են տալիս երիկամաբաժակային ավազանում հակուր պահելու համար մասրուի հյութ օգտագործել, հապալած եւ մեկ-մեկ էլ դդում ուտել, ճիշտ է։ Դե դրանք ոնց ասեմ, ավելի շատ ավանդական մեթոդներ են։ Մասորի հյութը ընդհանրապես մեկ-մեկ իր մազիկները բացասական ազդեցություն կարող են ունենալ։ Դրա համար որ հատուկ դրանք օգտագործել
որևէ հիմք չունենք ցավոք սրտի, որ հենց դրանով կարող ենք երիկամներ բուժել։ Շնորհակալություն։ Դե շնորհակալություն։ Մենք զրուցում էինք Արաբկիր բժշկական համալիրի երիկամաբան Նանե Ալեքսանյանի հետ։